Նրանք արգենտինահայ 17-18 տարեկան երիտասարդներ են։ Արգենտինայի հայոց թեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ երկրորդական վարժարանի, Տերցակյան երկրորդական վարժարանի, Արծրունի ազգային վարժարանի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության Մարի Մանուկյան ազգային վարժարանի շրջանավարտները ուսումնական տարվա վերջում հաստատված ծրագրի համաձայն այցելում են Հայաստան։ Օգոստոսի 6-ին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներին, նրանց ուղեկցող մանկավարժներին։ Ամենայն հայոց հայրապետը ողջունելով երիտասարդ ուխտավորների այցը Հայաստան եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածին, իր գնահատանքը բերեց դպրոցների հոգաբարձուներին ու մանկավարժներին, որոնց ջանքերի շնորհիվ երեխաները կրթվում ու դաստիարակվում են ազգային արժեքներով եւ ամրապնդվում նախնյաց սուրբ հավատքով։ Նորին սրբությունը կարևորեց նման ուխտագնացությունների դերը, ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում հայրենիներին ավելի խորությամբ ճանաչելու իրենց հայրենիքը, պատմությունն ու մշակույթը, նպաստում են Սփյուռքում հայկական ոգու պահպանմանն ու զորացմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորեց պատանիներին բացահայտել հայրենիքի եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի խորհուրդն ու նվիրականությունը, հավելեց, որ աշխարհասփյուռ հայությունը ուժ եւ զորություն է ստանում Սուրբ Էջմիածնից եւ հայրենի հողից։ Արգենտինայի հայկական դպրոցներում հանրակրթական ուսումնական ծրագրից բացի սովորում են հայագիտական առարկաներ։ Շրջանավարտները ողջ տարին սպասում են այս ուխտագնացությանը, որն ուսումնական ծրագրի մաս է։ Անունս Արավ Օղոսյան է, Սուրբ Գրիգոր Լուսավորիչի դպրոց ենք, ջրավետ գուզեմ սովորել ու ես գնեմ բարախումբի մեջ գվարեմ հայ մասից բարախումբ անունը ու դհոլ գնվակեմ հոն ալ սկաուտեմ հոմանետ մենի մեջ Անունը Սանտիագո դի Գրանյանի Buenos Aires Գավրիմ եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ դպրոց գրտամ Ես շատ կապված եմ հայության հետ։ Ամեն տարի աշակերտները այս այցելությունը անում են, այս տարի մեր հերթներ։ Այցելում ենք Հայաստան ու տեսնում այն ամենը, ինչ սովորել ենք մանկությունից սկսած։ Մենք բոլորս մեր ուսուցչական կազմը, մեր ամբողջ եռանդով, ուժով ցանկանում ենք, որ մեր աշակերտներին, մեր ուսանողներին անցկացնենք ցույց տանք, չէ, որ իրենք ճանաչեն չմոռանան, ճանաչեն նաև ներկա Հայաստանը եւ ոչ թե միայն անցյալ Հայաստանը, ճանաչեն մեր սովորությունները, մեր պատմությունը, մանկապարտեզից սկսած մենք արդեն իրենց հիշեցնում ենք, սովորեցնում ենք, որ կա մի կարևոր ծրագիր, երբ որ հասնում են արդեն վերջին տարին երկրորդականի, ճամփորդել Հայաստան, ուրեմն իրանք արդեն փոքր ժամանականից գիտեն, որ երբ որ հասնեն այդ վերջին փուլը, հասնելու իրանց նպատակին։ Վեհափար Հայրապետը պատմեց երիտասարդներին, որ Արգենտինա կատարած հովվական այցի ընթացքում այցելել է այն դպրոցներ, որոնցում ուսանում են նրանք։ Նա պատգամեց նախանձախնդրություն դրսևորել իրենց ուսումնառության մեջ, որպիսի իբրև ազգի արժանավոր զավակներ կարողանան ապագայում իրենց օգտակարությունը բերել հայրենիքին եւ մայր եկեղեցուն։ Արգենտինահայ երիտասարդները Վեհափար Հայրապետին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան։ Նրանք հետաքրքրվեցին նորին սրբության անցած ճանապարհով հովվապետական ծառայությամբ։